Բարի ուշ երեկոց է, սիրելի քույրեր ու եղբայրներ, Աստծո կամքով Հիսուս Քրիստոսի անունով շատ ուրախ եմ ուղի եթեր մտնել, սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ Աստծո կամքով, ամեն, 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 փառք մեր Տիրոջը, ամեն, ամեն, ամեն։ Սիրելիներս, վերջին ժամանակներում շատ իրադարձություններ են կատարվում աշխարհում եւ մասնավորապես Հայաստանում, որ տեղի ունենում փոփոխություններ եւ այն լուրը տագնապալի, որ սիրելիներս տեղի ունեցել Տիգրանի փոքր եւ իր կորուստը շատ մեծ սուգ է եւ ցավ է բոլոր ազգի համար, ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս, սիրելիներս, եւ Աստված հաղորդել է այն միտքը, որ բոլորը լինեք ուշադիր սրբապիղծների նկատմամբ, սիրելիներս, այն մարդիկ, որոնք չեն վախենում դատաստանից, Աստծո դատաստանից, իրանք չեն հավատում, որ հավերժ կարող են գեհենի կրակների մեջ տանջվել, այդ տանջալից ցավերը ունենալ, անտանելի, բայց սիրելիներս, ասեմ իզարմանաս իրենց, որ դա սիրելիներս տեղի ունենալու հանկարծակի, այն ժամանակ, որ իրանք չեն սպասի, որ կարող է գնալ մի օր ու հայտնվեն այդ դժոխք սարսափելի տեղը, եւ Տաթև Տեր Մալայանը, որ խաբում է սիրելիներս շատ տղամարդկանց, ձևանալով, որ նա կարիքավոր է եւ լույս չունի եւ շատ բաներ, սիրելիներս, չեմ ուզում անուն տամ, սիրելիներս, որովհետև բոլորդ գիտեք այդ մարդիկ, որ սրբապիղծ են, ինչ են կոչվում, եւ ոչ միայն դա, սիրելիներս, ուշադիր եղեք երեխաներին, որպեսզի երեխաները, սիրելիներս, չկորեն եւ որպեսզի չխաբնվեն, որովհետև սուտը սարքում են ճշմարտություն եւ ճշմարտությունը սարքում են սուտ, հիմա սրբապիղծները, սատանայի ծառաները, եւ սիրելիներս, բոլորս աղոթենք նորից փոքր Տիգրանի համար, օգնենք իր որոնումների համար, հարցնելով եւ սիրելիներս, թե ԱԱԾ-ին ահազանգ տանք, թե այն մարմիններին պետական, որոնք հանցավորության եւ սիրելիներս ամեն տեսակի կիբեր հանցավորության, թե TikTok-ով, թե ամեն տեղ, որ փող կորզելու, վնասելու, սրբապղծություն անելու դեմ է, սիրելիներս, ուղղված, ուշադիր եղեք Աստծո կամքով, Աստված բոլորիդ հետ